ձեզ հետ են Մարիան եւ Սուրենը։ Դա տրիփին couple-ը։ Եվ մենք այժմ ուղևորվում ենք դեպի Մելակա։ Այո, մեկ շաբաթ Մելակա քաղաքը գտնվում է Մալազիայում եւ համարվում է երկրի ամենահին ու պատմական քաղաքներից մեկը։ Այն հայտնի է գաղութային անցյալով։ Այստեղ իշխել են պորտուգալացիները, հոլանդացիները եւ բրիտանացիները։ Մելական հայտնի է իր գունավոր հին փողոցներով, ջրանցքներով, թանգարաններով եւ հարուստ խոհանոցով։ Քաղաքը ընդգծված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում իր յուրահատուկ ճարտարապետության եւ մշակութային բազմազանության շնորհիվ։ Ողջույն Կուալա Լումպուրից, ինչպես տեսնում եք, մենք արդեն եկել հասել ենք Սամերիներն են։ Այստեղ ուրեմն տաքսիներ են, որ կարող ենք այսպես վարձել։ Եթե ինչ transportation hub-ը են կողմում, ուղղակի մենք շատ հեռու են գնում, չենք ուզում ավտոբուսի վրա ժամանակ ծախսել։ Այստեղ կան ավտոբուսներ, տարածքում մոտակայքում գնացեք այ դեպ ու այդպես տաքսիներ, ճիշտ մեկ ներքևից վերցնում։ Room tour Kuala Lumpur-ի մեր բնակարանից։ Տուկ-տուկ Սուրեն։ Ողջույն, ինչպես ես։ Kuala Lumpur-ի բնակարան։ Այստեղ մեզ է ողջունում մի անգամից առևտուր ենք արում մեր ներքևի սուպերմարկետից։ Տվել ենք 25000 դրամ այս ամենին, ինչ եք կարծում, դա էժան է թե ոչ։ Այստեղ ունենք պահարան, ինչպես ասում փոքրիկ խոհանոց, այս կողմի վրա մեր սանհանգույցն է։ Այստեղ ունենք երկու մահճակալ, մեծ եւ փոքր։ Եկեք յուրեք տարածքում, այստեղ ունենք փոքրիկ անկյուն։ Սուր մի հատ կնստես բազմոցին։ Տեսեք, այս տան յուրահատկությունն այն է, որ ամեն շատ չափից դուրս փոքր է չափերով ու մենք մեզ մի քիչ խաբված ենք զգում, որովհետև նկարներով այդպես չէր երևում։ Այս կողմում։ Այսպես աշխատասեղան եւ տեսարան դեպի դիմաց։ Այո, այս ծաղիկները Սուրենն է ինձ նվիրել այսօր եւ սա էլ մեր։ Իսկ նայեք մեր քարտեզին։ Եվ այո, մեր քարտեզը, եթե գտնեք սխալ, ուրեմն լավ եք աշխարհագրություն։ Սա նշան է աշխարհ։ Ողջույն, մենք արդեն մեկ շաբաթ է ինչ Kuala Lumpur ենք, բայց քանի որ նախորդ անգամ լավ պատտվել ենք, այս անգամ տանից դուրս չեկանք։ Այս պահին ուղևորվում ենք դեպի Մելակա, գնում ենք կայարան։ Մենք արդեն հասանք այստեղ, ճիշտ ասած չենք հասկացել ոնց պիտի ավտոբուս գտնենք այստեղ ընդհանրապես, որովհետև ամեն շատ խառն է, իդեպ Kuala Lumpur-ում այնքան շատ են մայրուղիները, որ իրար մեջ մտնող են ու այսպես ամեն ինչ խառն է։ Մենք հասկանում ենք գնում ենք ավտոբուս գտնենք, ես գժանացում։ Այստեղ կար on-line տարբերակ գնելու տոմսերը, մենք գնեցինք ժամը 12-ին, որտեղ դրանից շուտ չկար, իսկ հիմա ունենք ժամ ու կես, չգիտենք ինչ ենք անելու։ Ողջույն, ձեզ հետ են Մարիան եւ Սուրենը։ Դա տրիփին couple-ը։ Եվ մենք այժմ ուղևորվում ենք դեպի Մելակա։ Այո, մեկ շաբաթ Kuala Lumpur-ում աշխատելուց հետո մեր ուղղությունն է հաջորդ Մելակայում առաջին անգամ ենք լինելու, մեր իրերի համար վերցրել ենք Ռոլի։ Եվ հիմա ունենք ժամ ու կես սպասելու։ Կայարանը բավականին մեծ է, 2-3 հարկ, տարածքում կան եւ խանութներ, եւ սնդիկետեր, եւ 7-Eleven Սուրենի հետ միասին։ Այստեղ չգիտենք ինչ ուտենք, սուպիկ ընտրեցինք, հենց տեղում պատրաստում են իդեպ բոլոր խանութներում։ Ոյ, իդեալական ավտոբուսի կայարան, մի հատ մասաժի աթոռներ են նայեք, այստեղ արդեն սպասում ենք, հիմա շուտով մեր գեյթը կբացվի։ Ճիշտ է մեզ են հիասքանչ ավտոբուսները չընկավ, բայց սա ընկավ։ Ասեք, թագավորական նստարաններում։ Տատի բասկաթոռ։ Ու ինչու փոփուկ է։ Շա մեզ բարի ճանապարհ 2 ժամ ենք գնալու։ Սուրեն ասում է, որ սա մեր եզակի ավտոբուսներից է, որը շատ հարմար է։ Ոնց ենք սուպեր կոմֆորտի այսպես աթոռներ, բայց մեկը տատիկի բասկաթոռ է։ Մենք արդեն հասել ենք Մելակա, այստեղ մեր ավտոբուսներն էր ու մենք 5 ժամը ման ենք գալիս մուտքը, որը ելքը կներեք, ելքը, որը այս կողմում է։ Այստեղ էլ բավական շատ խանութներ, սնդիկետեր, մենք հիմա դուրս դեպի որ տաքսի կանչենք։
Եկավ մեր մեքենան, ահա։ Բարի գալուստ մելակա։ Տեսության ընթացքում ամենաբարդ բայերից ստեղը փոքրն է, որը անընդհատ է գրեթե։ Իհարը լուզողների կարան Գրեթե ճամփորդը։ ամեն այս արդեն մեկ շաբաթական նույն տեղում ենք, բայց ընդհանրապես 2-3 օրը մեկ այսպես տեղափոխություն է մեր մոտ լինում։ Այսպես մենք իրերը շարապում ենք եւ գնում ենք մեկ այլ բայ, այդպես մեր խոսքով։ Մենք արդեն հասել ենք հյուրանոց, ուղղակի խորն է, այստեղ պետք է մի տեղը գրանցվես, վնաս մյուս տեղը ինչ-որ QR վերցնես, որը կապիտվածնեն, դրանից հետո նկարված գնալ, մի խոսքով Մալեզիայում ամեն ինչ իբրև թե շատ հարմար է, շատ մեծ է ուղղակի ամեն ինչ սարքած, ու ասես մոլորվում ես, չգիտես որտեղից ինչ սկսես, ինչ անես։ Ոնց որ լաբիրինթ ասում լինենք, արդեն 10 րոպե կարողանում գտնել ինչը որտեղ է։ Ռում տուր Մելակայի մեր բնակարանից։ Տուկ Սուրեն, ողջույն։ Արի քեզ ռոմտուրը բնակարան, մեզ ողջույն մեծ սառնարան, խորհանոցի հետ միասին։ Բայց արի այսպես, այստեղ մենք խորհանոցում ունենք ֆեն հայդի ապիցը, հա։ Ու դուր ունենք դեպի Սանհանգույց, որպես այսպես մեր Սանհանգույցից ունենք երկրորդ դուր, որը բաղալից դեպի մեր ամփոփին, այստեղ մենք հարմարավետ մամաբացոց, մեծ ծածուց եւ այսպես գեղեցիկ անկյուն, որը դեսա մարի նախատեսված։ Այո, եւ ունենք պատուհանից բացվող տեսարան դեպի հսկայական լողավազանը, մարզասրահը եւ ծովը։ Իսկ այս կողմը մեր ընդունարանն է, մի հատ տեսեք ինչ էլեգանտ տեսքն է ջրվեժիկով, շատ։ Մենք դուրս ենք արդեն եկել զբոսնելու եւ մի բան ուտելու։ Մենք եկել ենք այս տաքսիով։ Thank you. Մենք Ոյ։ Վաու։ Մենք եկել ենք այս հսկա մեքենայով։ Եկել ենք այսպես walking street, հա։ Jonker walk. Ինձ պենանգն է հիշացնում, գնում ենք Մարիայի հետ։ Եվ ապորցելու ենք ինչ Վերցրել ենք անանասով շրիմպ եւ հավի կծկամսով։ Ահա։ Ինչ այս ամեն ընդհանուր մոտավորապես արժեցավ 6-ից 7000 դրամ։ Մի խոսքով անձրև սկսվեց ու բոլորը մտել են ապաստարանները։ Անձրևը շարունակվում է դեռ։ Իդեպ այնտեղ նորի ձվով պատրաստում են հետաքրքիր փայտիկներ։ Մենք որոշեցինք քայլել, ահա եկանք հասանք Դիեզրին, այս կողմից շատ սիրուն է, հիմա պատտվենք մյուս կողմից շարունակենք մեր ճանապարհը։ Անձրևը շարունակվում է, բայց մենք ուզում ենք ման գալ, տեսեք այս պատը ինչ գունակ եղա, իսկ այս կողմում գետն է, իդեպ այստեղ կրուիզներ են անում, որը մենք վաղ կփորձենք։ Դե ինչ սիրուն է։ Ձեզ թե մենք սիրահարվել ենք Մելակային, իսկապես շատ սիրուն է ու շատ գունավոր է։ Սադիկ եմ պատրաստում։ Մարիան ստելի պրոմոտերն է։ Մորտիկներ։ Որը սուրենը շատ իսպրեք կա։ Կանաչեր են, վազիկներ, ստեղ եղբայրը սարքում է շրիմպներ, այս եմ շիրոն։ Օ, այդտեղ ծովամթեր կա, մի րոպե Մարիա։ Այդտեղում է ծովամթեր։ Մոտերը շատ սուր է, այստեղ ծագում անում, իսկ տեսեմ շուր ծու բաղում եմ, ես կերը։ Մի տեսաս սուր չէ։ Կանամանամ էր, սուր երեխաներ, և այստեղով արդեն իսկ վերջանում է փողոցը։ Մտածում ես, որ ամեն ինչ տեսար, բայց It's psychedelic. Hello. Այսօրվա մեր շրջագայությունը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք վաղը առավոտյան, մենք արդեն գիտենք թե վաղը ուր ենք գնալու եւ ինչ ենք նկարելու, կհանդիպենք վաղը, պականեր։
Ողջույն, բարի լույս, այսօր մարտի 8-ն է եւ մենք վերադարձել ենք շրջելու այս գեղեցիկ տարածքով եւ նշելու այս Շնորհավորում ենք բոլոր կանանց տոնը, այո, շնորհավոր ձեր իրավունքների։ Շողակ, այդպես ձեր տղամարդկանց կողք լինեք, երջանիկ անեք, եթե տղամարդ էլ չկա, դուք ձեզնով երջանիկ լինեք։ Մի խոսքով անսպասելի շոկ է ու մենք մտածում ենք միգուցե կարենք ավելի ուշ գայինք, որտեղ շոկը շոկ է ու չգիտենք ինչ անենք, որ դիմանանք այս շոկին։ Սուպերմարկետ ենք մտել, որտեղ կան ցենց կաֆեներ ու կարող ենք այստեղից սուրճ վերցնել, գնալ այնտեղ նստել։ Այստեղ բարձրանում են դեպի վերև, բայց դեռևս մեկ հարկն է բաց։ Բարև ձեզ, մենք գտնվում ենք Մալայզիայում։ Բարձր մի քիչ։ Բարև ձեզ, մենք գտնվում ենք Մալայզիայում։ Մենք գնեցինք սուրճը 900 դրամ։ Իմը նայեք ինչ սիրունա։ Դառնում է 2 դոլար։ Դեռ շոկ եմ, այստեղ մելակա եկեղեցին եմ, իսկ այստեղ մեր գեղեցկուի Մարիանը, նայեք ինչ սիրուն է ամեն ինչ, նայեք ինչ լավ սիրուն կոֆե ունեմ։ Ռեպորտաժ Մելակայի հրապարակից։ Մելակայում ամեն ինչ իրարից տարբեր է, կարմիր շինություններից Hello Kitty-ով այսպիսի հեծանիվներ։ Տարածքում կտեսնեք եւ պատկերասրահներ, եւ մզկիթներ, եւ քրիստոնեական եկեղեցիներ։ Ջի քլիկը չինացի խմբերում շուկուր անելով։ Սուրենը կրկին ակնոց է կոտրում։ Մարտի 8-ը չինական վայբով։ Պայքարում ենք շոկի հիմա, թե Սուրենի համար գտնանք այս շատ սիրուն գլխարկոչը, սիրուն է։ Որոշել է Սուրենը, որ մենք պետք է սա նստենք։ Take photo by 7 minutes. After that we pass by Malak. Եթե ինչ լսում ենք հայկական, բայց Արամ Ասատրյան։ այո, Արամ Ասատրյան։ Ուրեմն մենք այստեղ գետի ափին լսում ենք թաթա։ Hello Kitty-ով բան։ Իդեպ մեր ուղեկցորդը լավ հավանել է հայկական։ Լսելով եկանք այսպեսի մի սիրուն տեղ, որտեղ ինքնաթիռ եւ գնացք է, որտեղ տեսա ժանտ վայր այսպես տեղը։ Թողել են, իդեպ նշել ենք, չէ, որ մելական եվրոպական գաղութացումից հետո Պորտուգալիայի, Նիդերլանդների կողմից տեղ կան սարո ամպելիքներ, կոկոս, ասկով ամեն ինչ։ Եկել ենք Մելակայի լեռը։ Այստեղ կա նաև կառույց։ Բայց շատ շոկ է, մենք հիմա չենք ուզում բարձրանանք մի քիչ ավելի ուշ։ Ահա։ Հիմա որ հանկարծ գաք Մելակա ու լսեք հայկական երաժշտություն, իմանաք որ
Նա մեր միտքներ, միշտ բոլոր լեգենդները սկսում են նրանից, որ երկու հոգի կամ ինչ-որ մեկը գնացել է այս տեղը ու բերել է այդ նորությունը այնտեղ ու հիմա եթե մարդես մի օր այստեղ ամենտեղ լսվի հայերեն, հայկական երաժշտություն Արամ Ասատրյան, ապա իմանանք այդ լեգենդի հեղինակները մենք ենք։ Որոշեցինք էլի սուրճ խմել, որովհետև ի՞նչ է։ Վայ։ Սա իրենց մարադրամն է։ Ինչը սիրուն է։ Իդեպ մելական շատ դրական մտնոլորտ ունի։ Ճիշտ է, ամեն ինչ այստեղ կամ մի տեսակ ամեն ինչի միքս է, բայց այնքան հաճելի է, այնքան դրական է, մարդիկ ուրախ են, զվարճանում են, ու ոնց է, չգիտեմ, շատ հավես է, մեզ շատ դուր եկավ։ Սեք այն ով է գալիս։ Մոնիտոր լիզարդը։ Ինչ էլ չաղոյը։ Վաու, ինչ մեծ ասուր։ Թայլանդինից է։ Դրսում շոկը շարունակվում է, մենք որոշեցինք միջ այդ գալ մերսման, ամբողջ մարմինը, այստեղ շատ մարդիկ արդեն հերթի մեջ են։ Մենք դուրս եկանք մասաժից, ինձ և Սուրենին լավ ճմռեցին, այստեղ մասաժները այդպես են լինում։ Գրտնակում են։ Այո, գրտնակեցին մեզ մի լավ և հիմա մենք ուզում ենք մի քիչ քայլենք, արդեն շոկը թուլացել է։ Մենք շարունակում ենք զբոսնել, հիմա բարձրանալու ենք Մելակայի լեռը, ճիշտ ասած չգիտեմ, տակը կգրենք ներքևում ինչ է անունը։ Այսպես պետք է հիմա էլ աստիճանները բարձրանանք, այսօր արդեն բավականին շատ քայլել ենք, չնայած երեկ է նախորդ օրն է մյուս օրն էլ։ Բավականին շատ արդեն բարձրացանք, այստեղ առաջի վիփոինթն է, հաջորդին մի քիչ է պետք է բարձրանանք, երկինքը ինչ սիրուն է։ Արի։ Ապա մի հել այս ծառին նայեք ուղղակի, փոքր ջունգլի լինի։ Ինչ ենք Մալազիայում նկատել, որ Մալազիայում եթե ուղիղ մի ամիս ընդամենը չհետևեն բուսականությանը, խոտերը չմշակին, ջունգլի կդառնա, շատ կանաչ է, շատ։ Ինչպես խոստացել ենք, մենք եկանք, բարձրացանք այդ սարը, քայլեցինք այն կողմով, եկանք այստեղով, այս կողմում արհեստական նավ կա սարքած, իսկ այն կողմում Սուրենն է։ Մենք մտել ենք մոլ, որտեղ շոկը դեռևս շարունակվում է։ Այստեղ հին շատրվան է, ինչպես տեսնում եք։ Հետ ասեք, ինչ սիրուն ծառեր են, չէ՞, ոնց որ զոնտիկներ լինեն։ Մենք կրկին նկարվեցինք Instax-ով այս անգամ Մելակայում, որտեղ Մելակայում չենք եղել, այս ֆոնով ենք նկարվել, տեսնենք ինչ է ստացվել, արդյոք գեղեցիկ է թե ոչ։ Եվ ահա մեր նկարը պատրաստ է, այս ինչ սիրունիկներ են։ Այսօր փորձելու ենք էլ ավելի հետաքրքիր բաներ, այստեղ Սուրենը վերցրել է այամ սալատ։ Այամ չգիտեմ ինչ, ավելի միցա բանջարեղենից։ Իսկ ինձ մոտ ինչ-որ հավես բրինձ ու համով բան է խոսքով։ Բարի ախորժակ մենք շատ սոված ենք։ Չգիտենք ինչ ենք փորձում։ Ոյ! Այնտեղից քայլելով եկանք պատահաբար մի հատ նայեք ինչ սիրուն տեսարանի հանդիպեցինք, չենք սպասում, շատ Սուրենը կատու է պահում այստեղ Նոր ինձ մոտ էր, հիմա էլ գնաց Սուրենի մոտ Բավական չիմենլես է, չիպս են հյուրասիրել, այնտեղ քաղցրիկներ բերեցին, այնտեղ նվագում են և թայլանդական երգեր են երգում, մենք է գիտենք սբայ, 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 սբայ։
Մելակայում եկել ենք գնումներ անելու, ընթացքը ցույց չտվեցինք, խոսքը այստեղ սուպիկ հավ ունենք գրիլ արված, այստեղ ամբողջությամբ մրգեր ու բանջարեղեններ են, իսկ այստեղ կաթնամթերք եւ again միրգ եւ բանջարեղեն։ Մի խոսքով այս ամբողջին տվել ենք 15000 դրամ, բայց ապշացանք, որովհետեւ Կուալա Լումպուրում գնել ենք միայն այսքանը եւ նորից վճարել ենք 15000։ Ահա։ Այսօր օրը երկուշաբթի է, մենք այն փողոցում ենք, որը վերջի 2 օրը բավականին աղմկոտ էր, ակտիվ եւ անգամ մի խախանդանկյուն չկար հանգիստ։ Իսկ այսօր օրը երկուշաբթի է, բոլորը արդեն անցել են իրենց աշխատանքներով եւ փողոցները դատարկ են, ասես այստեղ չէր այդ զվարճալի փողոցները։ Եկել ենք Cross Street Bar, բայց սնվելու, ոչ թե խմելու։ Դելու ենք ռամենի սոուսով պատրաստված հենց հավեսնուդերներ եւ հավաքածուներ մտնել ենք կանգնում կամ դու չեք ուզում անեմ։ Ես ոնց բացատրեմ, որ մենք ամբողջ աշխարհ 123 տուն, վիլա, հոթել, հյուրանոց մնացել ենք տարբեր տեղերում, ամեն երկրում մի քանիսը, անգամ օրինակ Ինդոնեզիան 29 տարբեր վիլաներ ենք փոխել, Թայլանդը հաջորդ հաղթողը այսքան քաղաքներում 27 վայրում ենք եղել, 27 հյուրանոց։ Ողջույն բոլորին։ Ուպս, Ոչինչ, ողջույն բոլորին։ Ողջույն բոլորին։ Մի խոսքով այսօր մենք մեր 40-րդ թռիչքին փորձեցինք self check-in լինել, ինքնուրույն check-in լինելը։ Հայկական անձնագրով։ Ու ստացվեց։ Առաջին անգամ օգտվում ենք self check-in-ից։ Մի խոսքով sense check-in եղանք, վերցրել ենք մեր այս baggage-ի բաները, ինչ են դրան ասում, չգիտեմ։ Հիմա պետք է տանենք ու baggage-ները հանձնենք այնտեղ ավտոմատ համակարգով ենք փորձում ամեն ինչ անենք, տեսնենք կստացվի մեզ մոտ թե ոչ, առաջ անգամ ենք փորձում։ Տա-տա-տամ։ Այս կողմում էլ մեր ուսապարկներն ենք թողնելու, հիմա մոտենանք, մարդ չկա, էլ ինքնուրույն պետք է անենք։ Այսքան ժամանակ մենք մի քանի անգամ փորձել ենք ինքնուրույն check-in լինել, բայց մեր անձնագրերը չէր ճանաչում համակարգը, բայց այս անգամ չգիտեմ ինչպես ճանաչել է, մի խոսքով անցանք check-in-ը, տվեցինք իրերը եւ հիմա գնում ենք արդեն թռիչքի։ Ստացվեց։ Մենք միշտ այս օդանավակայանից, այս տերմինալից խնդիր էինք ունենում, բայց եկեք տեսեք ինչ սիրուն, ամեն ինչ վերանորոգել են, զարդարել են, գեղեցիկ, ռեստավրացիա են արել։ Մի խոսքով հիմա կարող ենք հանգիստ գալ այս տերմինալ եւ չզզվել կյանքից։ Տեսեք խանութիկներով, իլյուստրացիաներով, հավես բազմոցիկներով։ Այսպես նայեք ինչ հավես սուրենը նստել է, օպս։ Եվ այսպես։ Խոսքով ամեն շատ մաքուր է եւ շատ հաճելի։